Ապրիլի 24-ն անցավ, բայց ինձ համար դեռ մեկ կարևոր հարց կա։ Ինչ ենք մենք անում իրականում ապրիլի 25-ից հետո։ Արդյոք ապրիլի 24-ը դառնալու է սիմվոլիկ օր, երբ տարվա մեջ ընդամենը մեկ անգամ ենք մենք հիշում հայոց ցեղասպանության մասին։ Ու անգամ եթե այն լինի ընդամենը որպես հիշողություն, չի վերածվի երբեք աշխատանքի եւ կմնա որպես արարողություն։ Դրա համար ապրիլի 24-ը պետք է լինի հաշվետվության օր, երբ պետությունը հանրությանը կներկայացնի, թե նախորդ տարվա ընթացքում ինչ քայլեր է ձեռնարկել, ինչ ծրագրեր է իրականացնելու, ինչ արդյունքներ ունի կապված հայոց ցեղասպանության հարցի հետ։ Սա է միասնության թևերի դիրքորոշումը, ու մենք այս կապակցությամբ առաջարկում ենք 6 հիմնական քայլ։ Քայլը առաջին՝ ձայների արխիվ։ Այստեղ մենք պետք է հավաքագրենք, թվայնացնենք ու պահպանենք ցեղասպանությունից փրկվածների, նրանց ցեղասպանության զոհերի ժառանգների վկայությունները։ Մեզ այս ամենը պետք է ոչ թե ընդամենը ալբոմների համար որպես լուսանկարներ կամ պատկերներ կամ ինչ-որ հայտարարություններ, այլ պետք է մեզ որպես համակարգված ենթակառուցվածք, որը մենք պետք է պահպանենք անգամ ունենալով նաև քաղաքների, գյուղերի մասին տվյալներ, յուրաքանչյուր ընտանիքի հնարավորինս տվյալներ, այդ թվում անուն ազգանուններով։ Քայլ երկրորդ՝ կրթություն։ Մենք պետք է ոչ թե սահմանափակվենք, մտածենք առավելագույնը մեկ անգամ առարկա ունենալ ցեղասպանության հարցերին վերաբերող կամ դասընթացներ, այլ պետք է ամբողջ ուսումնական process-ի մեջով անցկացնենք այս թեմաները՝ իրավունք, գրականություն, պատմություն, մշակույթ։ Մեր երեխաները պետք է իմանան ոչ այնքան թե ինչ է եղել, այլ թե ինչպես է եղել, ինչու է եղել եւ ինչպես անել, որպեսզի ապագայում թույլ չտալ դրա կրկնությունը։ Քայլ երրորդ՝ միջազգային ակադեմիական ինստիտուտ։ Մենք սա կարող ենք ստեղծել եւ զարգացնել ցեղասպանության թանգարան ինստիտուտի բազայի վրա, բայց այն պետք է լինի միջազգային մակարդակի հզոր ինստիտուտ, որը կազդի նաեւ միջազգային քաղաքականության վրա, կմասնակցի Հայաստանի պետական քաղաքականությանը։ Քայլ չորրորդ՝ իրավական եւ դիվանագիտական աշխատանք։ Այստեղ շատ կարևոր է նկատի ունենալ, որ ցեղասպանության ճանաչումն ինքնին ինքնանպատակ չէ, այլ դրան պետք է հաջորդի եւ դրա հետ կապված լինեն իրավական եւ դիվանագիտական աշխատանք, կապված մեր իրավունքների պաշտպանության հետ, կապված նրա հետ, թե ինչ նպաստ ենք բերում համաշխարհային միջազգային համակարգին, կապված ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության առհասարակ որպես հանցագործությունների դեմ պայքարի հետ։ Քայլ 5-րդ՝ ծագումնաբանություն եւ վերամիավորում։ Ցեղասպանության արդյունքում աշխարհով մեկ սփռվեց հայ ժողովուրդը եւ հիմա կան բազմաթիվ երկրներ, որտեղ մեր հայրենակիցները բնակվում են եւ կանգնած են ինքնությունը կորցնելու շեմին։ Թուրքիայում այսօր կան մահմեդականացված հայեր եւ նրանք ունեն իրավունք ու պետությունը Հայաստանը պարտավոր է ապահովել նրանց հետ կապը, նաեւ ստեղծել նրանց համար հնարավորություն վերադառնալու հայրենիք։ Քայլ 6-րդ՝ մշակույթը որպես ժառանգություն, գրականություն, երաժշտություն, կինո։ Մենք այս ամենը նույնպես պետք է զարգացնենք եւ փոխանցենք սերնդեսերունդ, ոչ թե ընդամենը որպես քարոզչության ֆինանսավորում, այլ սերունդներին փոխանցելու ենթակա գիտելիք։ Ես ինքս հայոց ջարդերի զոհերի ժառանգ եմ, հայոց ցեղասպանության զոհերի ժառանգ եմ։ 1820-ականների վերջին իմ ընտանիքը Արևմտյան Հայաստանի Ալաշկերտից գաղթեց Հայաստան, ներքին Գետաշեն գյուղում հիմնեցին ջրաղաց, ոչ միայն սեփական ընտանիքը երեխաներին կերակրելու համար, այլ նաև համայնքին ծառայեցնելու, օգնելու համար։ Բայց արդեն 85 տարի անց նրանց հայրենիքում այլևս հայեր չէին ապրում։ Արդյոք այս ամենը նշանակում է, որ մենք կարող ենք հրաժարվել մեր պատմությունից։ Իհարկե ոչ։ Արդյոք այս ամենը նշանակում է, որ մենք կարող ենք չհիշել մեր պատմությունը հույսը դնելով ինչ որ մեկի բարեհաճությանը։ Իհարկե ոչ։ Եվ արդյոք այս ամենը նշանակում է, որ մենք հայոց ցեղասպանություն նշանակում է տխրություն եւ ատելություն։ Իհարկե ոչ։ Այստեղ արդեն խոսքը պետք է վերաբերի քաղաքականությանը, երկրի ապագային պետությունը առաջ տանելու։
Եվ մենք պարտավոր ենք դրա համար լինել միասնական, բոլոր քայլերը ձեռնարկել, որովհետև երկիրը առաջ տանելու համար, լինելու համար միասնական, միավորված մեր ճակատագրով ու ինքնությամբ, որպեսզի մեր հաջորդ սերունդները տեսնեն ու արձանագրեն, որ իրենց նախնիները թեկուզ ենթարկվել են ցեղասպանության, բայց չեն վհատել եւ երկիրը առաջ են տարել ու իրենց համար թողել են հզոր պետություն։